Ինչպես ցանկացած օրգանիզմ, բիզնեսն էլ պարբերաբար կարիք ունի հետազոտությունների, որոնց միջոցով հնարավոր է լինում բացահայտել հիվանդությունները վաղ շրջանում և անհրաժեշտ միջամտությունների միջոցով առողջացնել այն։ Եթե արդեն սկսել եք հավաքել, գրանցել և հաշվառել բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող տվյալները, ապա շնորհավորում եմ։ Արդեն կարող ենք մտածել այդ ինֆորմացիայի գրագետ վերլուծություն կատարելու մասին։ Իսկ ինչու է պետք վերլուծել անգամ ամենափոքր արդյունքը։ Բիզնեսում ամենաչնչին արդյունքի վերլուծությունը կարող է ապահովել ամենամեծ վաճառքի տեմպերը։ Իսկ տվյալահեն data-driven որոշումներ կայացնելու համար անընդհատ անհրաժեշտ է վերլուծել հաճախորդների, նրանց կատարած գնումների քանակն ու ծավալը, հաճախականությունը, ձեռք բերված ապրանքը կամ ծառայությունը, որպեսզի հասկանալ, թե ինչպես են փոխվում այդ ցուցանիշները։ Եթե դու չես ուզում քո բիզնեսը լինի հիմնված ինտուիտիվ որոշումների վրա, ցանկացած բիզնես որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել մի քանի ցուցիչներ, մետրիկաներ, որոնք կօգնեն չափել, համեմատել և գրագետ որոշումներ կայացնել։ Ահա այն 10 հիմնական ցուցիչները, որոնք պետք է հաշվել։ Առաջին՝ պոտենցիալ գնորդների քանակը։ Տրված ժամանակահատվածում պոտենցիալ գնորդների առավելագույն թիվն է, որը ցույց է տալիս, թե ինչքան շատ է ընկերությունը վաճառում և որքան շատ չվաճառում։ Յուրաքանչյուր բիզնեսի մեջ ավելի շատ ռեսուրս է ծախսվում այն գնորդների վրա, որոնք վերջնական արդյունքում գնում չեն կատարում, քան այն անձանց վրա, ովքեր դառնում են հաճախորդ։ Հետևաբար բիզնեսի աշխատանքը առավել արդյունավետ գնահատելու համար պետք է հավաքագրվել և հետո հաշվարկել բոլոր տեսակի հաճախորդների և չհաճախորդների տվյալները։ Երկրորդ՝ գործարքի փակման կամ կոնվերսիայի գործակից։ Պոտենցիալ գնորդից վերջնական հաճախորդի փոխակերպման գործակիցն է, որը ցույց է տալիս, թե ինչքան հաճախ է ընկերությունը վաճառում։ Կոնվերսիան կամ փոխակերպման գործակիցը ցույց է տալիս, թե որքան հաճախ է պոտենցիալ գնորդը փոխակերպվում վերջնական հաճախորդի։ Հիմնականում լինում է տոկոսային ցուցանիշ և միջազգայինորեն ճանաչված ցուցիչ է, որով չափում են անգամ տարբեր ոլորտներում գնում կատարող հաճախորդների արդյունքը և ըստ դրա որոշումներ կայացնում։ Երրորդ՝ ապրանքի կամ ծառայության, պրոդուկտի միջին գին կամ կտրոն։ Վաճառվող ապրանքների կամ ծառայությունների միջինացված գինն է, որը հաշվարկվում է միջին թվաբանականով, այսինքն տրված ժամանակահատվածում կատարված գնումների քանակի և ծավալի արտադրյալն է հարաբերած ընդհանուր կատարված գնումների քանակին։ Այն ցույց է տալիս, թե ինչքան թանկ կամ ինչքան բարձր գնով է վաճառվում տվյալ ընկերության պրոդուկտները։ Չորրորդ՝ մեկ գնորդի վրա ծախսված ժամանակ։ Պոտենցիալ գնորդի վրա ծախսված ժամանակն է առաջին կոնտակտից մինչև գնում կատարելը։ Այն ցույց է տալիս, թե ինչքան արագ է ընկերությունը իրականացնում վաճառքը։ Հինգերորդ՝ վաճառքի սեզոնայնություն։ Կարևոր է հասկանալ, թե ինչ սեզոնայնություն ունի բիզնեսը, ճիշտ նորմատիվներ և KPI-ներ սահմանելու համար։ Օրինակ, եթե դուք տուրիզմի ոլորտում եք գործունեություն ծավալում, բնականաբար պետք է հաշվի առնել, որ հաճախորդները ամենաշատը իրենց հանգստի մասին մտածում են հենց ամռան ամիսներին, և պլանավորման մեջ դա պետք է անպայման հաշվի առնել։ Վեցերորդ՝ միջին ամսական վաճառք։ Այս ցուցիչը կարևոր է ոչ միայն վերլուծություններ անելու և որոշումներ կայացնելու համար, այլ նաև ճիշտ աշխատավարձային մոդել սահմանելու և աշխատակիցներին բոնուսային համակարգերի ստեղծման համար։ Յոթերորդ՝ գործարքի միջին արժեք։ Այս ցուցանիշը կարելի է ստանել ինչպես յուրաքանչյուր աշխատակցի, այնպես էլ յուրաքանչյուր ժամանակահատվածի համար։ Ութերորդ՝ հաճախորդների հետ վերադարձելիություն։ Այս ցուցանիշը ցույց է տալիս հաճախորդների լոյալության մակարդակը։ Այս ցուցանիշի ճիշտ գնահատելուց է կախված հաճախորդների հետ աշխատանքի ռազմավարական ուղղությունների սահմանումը։ Այստեղ իհարկե կարևոր է խոսել նաև հաճախորդների կատեգորիզացման մասին, բայց այդ մասին հաջորդ դասին։ Իններորդ՝ արտադրական հզորություններ։ Սա բնավ չի նշանակում, որ դուք պետք է ունենաք հաստոցներ, որպեսզի կարողանաք հաշվել այս ցուցանիշը։ Այստեղ խոսքը գնում է ավելի շատ աշխատակցի աշխատանքային արտադրողականության մասին, և այս ցուցանիշի մասին ավելի մանրամասն իհարկե կխոսենք հաջորդիվ։ 10-րդ՝ հաճախորդի տված արժեք կամ lifetime value։ Տրված ցուցանիշը ցույց է տալիս ձեր հաճախորդների միջին վաճառքը համագործակցության ամբողջ ընթացքում։ Նշված մետրիկաները վերլուծելու համար առաջարկվում է 4 հիմնական թվային գործիքներ։ Առաջինը դա Power BI, իհարկե Microsoft Excel, Google Spreadsheet և Tableau։ Իհարկե, որպեսզի ցանկացած վերլուծություն ոչ թե լինի մեկ անգամյա, այլ շարունակական, անհրաժեշտ է ներդնել այնպիսի CRM գործիք, որ այդ ցուցանիշները անընդհատ կհաշվարկի ձեր փոխարեն։ Յուրաքանչյուր գործիք ունի նաև իր անվճար օգտագործման տարբերակները, որոնց հղումները կարող եք գտնել վիդեոյի նկարագրություն բաժնում։ Նաև կարող եք բաժանորդագրվել մեր newsletter-ին, որտեղ կարող եք գտնել նաև տվյալ գործիքների մասին էլ ավելի շատ ինֆորմացիա։